Օրագիր նյուզի հարգելի հետևորդներ, եթերում Արդին է, ես Աննա Մեկունցն եմ եւ այսօր իմ հյուրն է բանաստեղծ, թարգմանիչ, ԵՊՀ դոցենտ, Այլարտ գրական ակումբի հիմնադիր Վահե Արսենը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ դուք այսօր մեզ հյուր եք եկել։ Փոխադարձ։ Խոսենք քաղաքականությունից, ինչպես ստացվեց, որ Նիկոլ Փաշինյանը երրորդ անգամ վարչապետի պաշտոն է զբաղեցնում։ Սա ինչի արդյունք է։ Իհարկե դա պետք է իր ընտրողներին հարցնել։ Ես այսպես ասած абսուրդի ժանրի հարցերի ինձ համար абսուրդ է դա իհարկե, դժվար է մի քիչ պատասխանելը, բայց ամեն բան ունի խորքային պատճառ, հոգեբանության մեջ այդպես է, եւ գիտեք ինչ, առանձին ժողովուրդն էլ ունի անգիտակցական եւ օրինակ կարող է ինչ որ կետում այդ անգիտակցականը ստիպել ժողովրդին, որ ինքը գնա ինքնաոչնչացման, ինչպես օրինակ մարդու դեպքում ավտոագրեսիայի ժամանակ է լինում, որ որևէ չլուծված խնդրի, հիմնային չլուծված խնդրի պատճառով անձը հոգեկան անձին տանում է ինքնաոչնչացման, ինքնավնասման։ Ես կարծում եմ, որ այո։ Եվ գիտեք ինչ, ընտրվելն էլ մի քիչ էս հարաբերական է, որտեղ մեծ աղմուկ բարձրացավ, այդտեղ շատ տարօրինակ էր Բարգավաճ Հայաստանի այդ տոկոսները, այնտեղ ինչ որ 1%, 2%, հետո երկու տեղ վերահաշվարկ են անում, որտեղ այսպես է արվում, որ այդ ուժը չանցնի, որպեսզի ընդդիմության դիրքերը թուլանան։ Ես նաև որոշակի այստեղ անարդար միտումներ եմ տեսնում, կարծում եմ, որ այդ վստահություն, եթե օրինակ 18 թվականին կամ 21-ին, այո, կարող ենք ասել, որ ընտրվել էր, բայց այս անգամ չնայած 21-ին էլ որոշակի էլի կասկածներ առաջացան, որտեղ որոշ տեղ, եթե չեմ սխալվում, կարծեմ Արմավիրի, թե որ մարզում էր չեմ հիշում, հոսանքը գնաց քանի տեղ, իհարկե այստեղ չենք կարող փաստ չկա որ ասենք, բայց որոշակի էլի ինչ որ տենդենսներ նկատվեցին, բայց այս անգամ կարծում եմ, որ շատերի մոտ է կասկած հարուցել ընտրությունների արդար եւ ազատ լինելը եւ գումարած դեռ այսպիսի բռնաճնշումներ, ձերբակալություններ, այդպես հերոստացույցով հրահանգներ ձերբակալելու մարդկանց, абսուրդային ինչ որ բաներ, որ ինչ որ բարի այսպիսի եզրահանգում անել, այսինքն ինչ որ խոսք, որը կարելի է տասնյակ ձևով ինտերպրետացիա անել, մեկնաբանել, բայց դա ինչ որ դրվում է, այդտեղ հոդված, բան, տխուր է։ Արտասահմանյան գրականության ամբիոնը փակվելու վտանգի առաջ է կանգնած, դուք ինչպես եք դիտարկում այս ամենը, ով է սրա մեղավորը եւ ինչ հետևանքներ կարող է ունենալ սա։ Դե էլի գալիս ենք абսուրդի։ Այսօր абսուրդ հարցերի Ընդհանրապես, չէ, абսուրդը հարցերը չեն абսուրդ, հարցերը բխում են абսուրդ իրականությունից, որտեվ 20 թվականից արդեն մենք ապրում ենք абսուրդի մեջ, այդ տոտալ абսուրդի եւ գնալով այդ абսուրդը ընդարձակվեց։ Ռիոտքեն լավ բանաստեղծություն ունի, ասում է երազի մեջ ես արթնացա եւ արթնացումը ծավալվեց։ Մենք արթնացել ենք абսուրդի մեջ եւ абսուրդը ծավալվում է, անընդհատ ծավալվելու է։ Մինչեւ մենք չկանգնեցնենք, մինչեւ մենք չգանք սթափության, բանականության, հոգեկան առողջության դաշտ, абսուրդն է լինելու եւ այդ абսուրդը միայն ծավալվելու է։ Այնպես չի, որ այդ абսուրդը եթե մնաց ինքը ինչ որ կետում կկանգնի, կսահմանափակվի։ Եթե մենք բանականությունը չփոխարինենք դրանով, դրա տեղը չդնենք բանականությունը, абսուրդն է ծավալվելու։ Նույնն էլ սա է, օրինակ, չէ, տրամաբանական հարց չի, ոնց կարող է մայր բուհը Երևանի պետական համալսարանը չունենալ արտասահմանյան գրականության կամ համաշխարհային գրականության ամբիոն։ Օրինակ որևէ մասնագետի, այդ ոլորտի, կրթական ոլորտի, եթե հարցնես, խոսի որ չի կարող այդպեսի, ոնց կարող է չունենա։ Բայց պարզվում է, որ դա էլ է հնարավոր։ Ամեն ինչ թույլատրելի է, Դաստոևսկու ֆորմուլան, որ Կարամազով եղբայրներում մի քանի տեղում այդ միտքը ուղիղ ձևով, բայց կա, ձևակերպված է, եթե Աստված չկա ամեն բան թույլատրելի է,
Եթե այսինքն Աստված ինչն է, լոգոսն է, բանականությունն է, բառն է, լույսն է, էլի, որ խավարը ցրում է, չէ՞։ Դա ճանապարհն է։ Եթե չկա, քաոս է, ամեն բան հնարավոր է արդեն։ Հիմա բարձվի, որ պետք չի 29 թվականից 1929 թվականից այդ ամբիոնը կա։ Եվ այդ ամբիոնում միշտ եղել են տաղանդաշատ մարդիկ։ Այո։ Գրողներ, թարգմանիչներ, լեզվի լավ վարպետներ, խորքային լեզուն գրականության մեջ է։ Քաղաքական անգլերենում չի։ Խոսակցականում չի։ Հասկանում եք, գրամատիկայում, ստիլիստիկայում չի։ Խորքային անգլերենը Շեքսպիրի անգլերենն է։ Միջին անգլերեն, այ ռեֆորմիստական կամ Ռեմբոյի ֆրանսերենն է, որը մի ամբողջ լեզու նոր պոետական լեզու ստեղծեց։ Հասկանում եք։ Նարեկացու հայերենն է, գրականության մեջ է ինքը։ Գրականությունից դուրս լեզու չկա։ Գրականությունն է հիմքը, միտքը, ամբողջ կենտրոնացումը, այստեղից սկսվում է լեզուն։ Սրա հետևանքների մասին գրականությունից նաև տես թվում է թե մարդը կա առանց գրականության մարդ չկա։ Մարդը կա գրականությունից է ծնվում։ Այն պահից, երբ որ գրվում է, մարդը գրում է, ի սկզբանե էր բառը, նորից հետ կանք էլի։ Այդ կետում մարդը արդեն կա։ Մինչև այդ Ադամը ոչ մի բան չէր գրում։ Հասկանում եք։ Որտեվ Ադամը ինքը բացարձակ այսպես մարդ էր, մարդ չէր դեր, այսօրվա մարդը չէր։ Պիտի անկումը լիներ դրախտի, որ առաջանար մարդը, բաժանումը լիներ մարդու, նաև սեռային բաժանումը, չէ՞, սկզբում միայն Ադամն էր, հետո կիսվեց, դիխոտոմիկ դարձավ, տղամարդ-կին, բարի չար։ Այս տղամարդ-կին բաժանումից հետո արդեն գնում է բարոյական բաժանումը, մինչև այդ մերկություն էր, չէ՞, հետո այդտեղից ամոթ առաջացավ։ Ու նաև Աստծոց բաժանումը։ Հետո արդեն մարդը սկսեց ստեղծագործել, գրել, այսինքն ձևավորել մարդուն։ Սրանք շատ հետաքրքիր բաներ են։ Եթե Յունգի, օրինակ, ուսումնասիրենք, հրաշալի գործ ունի Յունգը, կոչվում է պատասխան հոբին։ Ինչպես է մեկնաբանում հոբի պատմությունը։ Գիտեք, հոբի սարսափելի տանջանքները, նրանից ամեն բան խլելը եւ նրա հավատը չկորցնելը, մինչեւ վերջ, մինչեւ այդ թալախապալարներով պատված արդեն լրիվ անօթևան ամեն առումով, երեխաներից, կնոջից, ամեն ինչից, իր առևտ այդ բիզնեսային ամեն ինչ այդ ունեցվածքից զրկված։ Յունգը ասում է, որ այդ վերջի կետում, երբ որ ինքը հավատքը պահում է, ինքը ստիպում է Աստծուն ինքնարեֆլեքսիա անել եւ այդ ինքնարեֆլեքսիայի արդյունքում ծնվում է նոր կտակարանը, ծնվում է Հիսուս Քրիստոսը։ Այո։ Ծնվում է նոր գիտակցություն արդեն, սիրո եւ կարեկցանքի գիտակցությունը։ Անդերևակայելի միտք է, դա իմ ամբողջ կյանքը փոխեց։ Յունգի այդ աշխատությունը կարդալը իմ գիտակցությունը փոխեց ամբողջությամբ։ Ես նաև գիտեմ, որ դուք երկար տարիներ դասավանդել եք։ Ես հիմա էլ եմ դասախոսում Երևանի պետական համալսարանում։ Մեծ սիրով եմ դասախոսում։ Ես ինչքան գիտելիք ունեմ, տալիս եմ։ Ես դա համարում եմ ոչ թե աշխատանք, ես միշտ համարել եմ առաքելություն։ Այդ ժամանակ կար ես ուզում էի դուրս գալ համալսարանից։ Եվ ես մի բիզնեսմեն ընկեր ունեմ, որը շատ հաջողակ բիզնեսմեն է, հիմա էլ Ամերիկայում է։ Եվ ինքը ինձ ասեց թողնեմ, ես էլի զբաղվեմ այդ բիզնեսին, անտիկ փիլիսոփայի պես մի հատ փորձեմ բիզնես, ապացուցեմ, որ ես այդտեղ էլ կարող եմ ինչ-որ բանի հասնել։ Եվ բիզնեսմեն ընկերս խոսեցինք, ասեց դու սխալ բան ես անում։ Ասեց դու քո առաքելությունը թողնում ես եւ հնարավոր է դա լինի ճակատագրական։ Այնց դիպուկ ասած, այնքան ճիշտ խորքային ասած, որ ինչ որ մի բան կա, չէ՞ որ քեզ վերջին sense հասել է արդեն ինչ որ կետի ջուրը բաժակի մեջ եւ այդ կամ պիտի թափվի, կամ պիտի խմես, կամ հա ինչ որ ձևով լուծում տաս։ Այդ կետներ ես մտածեցի, որ չէ, ուրիշ պատճառներ էլ կային, բայց դա այդ հրման կետն էր։ Մնացի։ Ես սիրով եմ դասախոսում, դա ես այդպես եմ կարծում, որ դա իմ առաքելություններից մեկն է կյանքում սերունդներին սովորեցնել
նրանց գիտելիք տալ։ Եվ այստեղ միայն գրականությունը չի, միայն հոգեբանությունը չի, միայն փիլիսոփայությունը չի, սա մարդ դառնալու գիտելիքն է։ Մենք մոռանում ենք սա, մենք սովորում ենք լեզուներ, ծրագրավորում, բարձրագույն մաթեմատիկա, չգիտեմ, ավտոմեխանիկա եւ այլն եւ այլն եւ այլն, բայց մենք չենք սովորում մարդ դառնալ։ Դա ամենաբարդ գիտությունն է, որ մարդը այսօրվա կորցնում է, սա կորսվում է հիմա։ Մարդ դառնալու գիտություն։ Այ ինչպես է ծնվեց մարդը, մեծացավ մարդը, որ կետից է դառնում այս էակը մարդ։ Երբ որ ինքը ստանում է գիտելիք, երբ որ ստանում է իսկ խորքային կրթություն, գիտություն, հա, գիտելիքը որտեղից է բառից տուկաբանությունը, գիտենալ։ Գիտենալ նշանակում է մեր հին ժամանակներում գիտենալը դա սրբազան տեքստերը մեկնելու այս գիտությունն էր, այս սրան սրբազան տեքստերին գիտենալն էր, որպեսզի դառնաս մարդ։ Թե չէ մարդ չի։ Մենք հաճախ ասում ենք, չէ, ես մարդ չի, սա գազան ես, դու մարդ չես։ Այո, շատ կարևոր է մնալ մարդ եւ ճիշտ մարդ։ Մենք հուսով ենք, որ այս հարցը կկարգավորվի եւ ի վերջո ավելի զորեղ, ավելի խելացի ուժերը կկանգնեցնեն այս աղետաբեր ընթացքը, որովհետև առանց գրականության եւ համաշխարհային գրականության, որն իր մեջ ամբողջ մարդկության մշակույթն է պարունակում, օրինակ ոնց կարող է համալսարանի ուսանողը Դանտեի աստվածային կատակերգությունը չի իմանա, կամ Շեքսպիրի բացառիկ հոգեբանական, ես կլինիկական հոգեբանության տիրույթում վերլուծում եմ Շեքսպիր։ Սոմնամբուլիզմը վերլուծվում է Շեքսպիրով, մի գիտություն, որը, ասենք, քնի, հա, գիտությունը, քնի խանգարումները, մոտավորապես 50 թվականին նոր արդեն այդ ուղեղի հետ կապված նոր սարքավորումների հայտնագործմամբ նոր սկսեցին այդ էնցեֆալոգրամմայի այս բանով EEG-ը կոչվում ուղեղ։ Այդ դրանով արդեն այդ իմպուլսները սկսեցին ֆիքսել, արդեն քնի ինստիտուտներ կան, քնի հատուկ հիվանդանոցներ կան, մասնագիտացված արդեն Երևանում էլ կա, որոնք ուսումնասիրում են այդ քնի խանգարումը, ինչպես է լինում, ոնց է լինում, ոնց կարգավորել, ուղեղի հետ ոնց է կապված։ Բայց Մակբեթում այդ ամենը աներևակայելի է դա։ Ոնց է կարողացել, դա ինչ գիտելիք է, որտեղից է կարողացել ստանալ։ Բայց այս ամենը քաղաքական ինչ որ միտում ունի, դուք ինչ եք կարծում։ Եվ, այո, քանի որ մեր ամբյոնի վարիչը միասնության թևեր այս կուսակցության պատգամավորության տեխնացու էր, նաև սա էլ եւ է ամբողջը գործընթացը ահագին շուտ է սկսվել։ Ես ճշմարտությունը խոսող եմ։ Ոչ մի բան ինձ չի կարող ստիպել, որ ես ճիշտը չասեմ։ Անկախ իմ շահից կամ որևէ շահից կապ չունի։ Ես միշտ ճշմարտությունն եմ ասում։ Դրա համար ասում եմ եւ, բայց հիմա ասեն շատ արագացավ, միանգամից թաքուն առանց ամբյոնի հետ քննարկելու։ Գիտաժողովի անդամները գիտխորհրդի կները, գիտխորհրդի անդամները մի ձեռնպահ ա եղել, բոլորը կողմ են եղել, բայց հետո հետները խոսում ես ասում են նենց է ներկայացվել այդ ամենը, որ մենք չենք պատկերացրել, մենք ինչի համար ենք քվեարկում։ Եվ ամբյոնից ոչ մի մարդ, ամբյոնից չլինի մեկը, որ պաշտպանի այս մի կողմի նաև, հա, տրամաբանության շահը ներկայացվի, որ գիտեք, մենք էլ այսպես ենք մտածում։ Միգուցե հարգելի գիտխորհրդի անդամներ, միգուցե պետք չի այդ ամբյոնը լուծարել։ Միգուցե հակառակը ժամերը շատացնենք, այլ ամբյոններ բերենք, միավորենք այս ամբյոնին, բայց մենք ունենանք արտասահմանյան գրականության ամբյոն։ Ոնց կարող է մայր բուհը չունենա համաշխարհային գրականության, արտասահմանյան գրականության ամբյոն։ Ոնց կարող է։ Չի կարող այդպիսի բան լինել։ Յուրաքանչյուր մի հատ պետք է ինքնարեֆլեքսիա անի, մի հատ իր ներսում, մի հատ իրեն նայի, մի հատ հասկանա, մի հատ իր արժե համակարգը տեսնի ու հասկանա, որ այդ արժե համակարգում, եթե կա արժե համակարգ, գրականությունը որ տեղում է։ Շատ բարձր տեղում է, եթե չասեմ առաջնային։ Տեսեք, այսպես ինչ որ դպրոցներ են փակվում, ամբիոններ են ուզում փակել, սրբազան պայքար տեղի ունեցավ, բայց շարժումը ձախողվեց։ Ինչ եք կարծում, ո՞րն է այդ շարժման հաջողությունը իր ներսում, բայց եւ ինչու այն ձախողվեց։
ինձ համար ճիշտ ասած միգուցե քաղաքական առումով կարելի է այդպես ձևակերպել, բայց իմ սերը եւ հավատը Բագրատ Սրբազանի նկատմամբ մի գրամ չի նվազել, դրա համար իմ համար դա ձախողում չի։ Եվ ինքը Իսկ ինչ դժոխքի հաղթանակ միջով ունի։ անցնում է, այդ հոբի տանջանքները ինքը կրում է, որովհետեւ այս հետո վերածնվելու է այդ շարժումը, ես վստահ եմ։ Բայց ես ինձ համար անձնապես աներևակայելի ցավ է Բագրատ Սրբազանին այդ ապակու հետևից, այդ ուղղակի սարսափելի է այդ իրեն այդպես տեսնելը, բայց միևնույն ժամանակ դա ինձ մեծ ուժ է տալիս, որտեվ ինքը այնքան ուժեղ է այդ ամենի մեջ, կամ Միքայել Աջապահյանը, սրանք այն ազնվական իսկական հայերն են, որ իրանց մեջ այդ հայի գենը լիարժեք արտացոլված է, լիարժեք գործում է։ Եվ տեսեք ոչ մի կետում չընկրկեցին, ոչ մի կետում։ Իրենք մինչև վերջ գնում են մահապարտի պես, ես իրենց հարգում եմ։ Եվ եթե մեր ազգը ունի ապագա, այդպիսի հայերի շնորհիվ է այդ ապագան լինելու։ Այս ճամարտակություններ անող, սողունների պես, սողացող, չգիտեմ, նրանցով չի լինելու, իրենցով է լինելու, այդպիսի հայերով է լինելու։ Խոսենք ձեր գրական կյանքի մասին, ձեր ոճը շատ սպეციფიկ է։ Ես ուզում եմ այսպիսի մի հարց տալ. պատերազմի օրերը, Արցախի կորուստը, ինչ որ կերպով ազդեցին ձեր գրական կյանքի վրա, ինչ որ մի ձև ձեր գրչի երանգները փոխվեցին։ Իհարկե, ամեն բան փոխվեց, ամբողջ կյանքը փոխվեց։ Իմ ամբողջ հոգի աշխարհը փոխվեց, ամբողջ մտածողությունը փոխվեց, արժեհամակարգը։ Իհարկե, ես միշտ բանավեճերի ժամանակ որ ասում էին լավ չենք, ես ենք, լավ չենք ապրում, անարդար, ասում եմ այո, ճիշտ է, կա այս ամենը, բայց մենք Արցախ ունենք։ Դա մեր ընտանիքի համար այնպեսի ձեռքբերում էր։ Իմ պապիկը Շուշեցի է։ Շուշեցի բանաստեղծ Միքայել Հարությունյանն։ Եվ մեր այդ հոգևոր կապը Արցախի հետ շատ մեծ է եղել։ Չնայած ես միշտ պատերազմների ժամանակ եմ եղել, շրջափակումից առաջ եմ եղել, 5 օր առաջ եմ եկել շրջափակումից առաջ։ Եթե մնայի կամ դժվարությամբ էի գալու կամ չգիտեմ ինչ էր լինելու։ Միշտ այն լավ այդ ծաղկունքի ժամանակ ես չեմ եղել, բայց անընդհատ լսել եմ, դրանով եմ ես ապրել։ Իմ մանկության կարևոր մասը եղել է Արցախը, Արցախի վերաազատագրումը, բացառիկ հայկական Արցախի անհիշելի ժամանակներից մեր թվարկությունից տարբեր թվեր են ասում, առնվազն 2000-ամյակ առաջ այդտեղ հայը ապրել եւ երբեք այդտեղից հայը չի գաղթել, չի գնացել հետ եկել, նաեւ Սյունիքից։ Եվ հիմա երբ որ ես լսում եմ, որ որևէ մեկը իր բերանը բացում, ասում է, որ Արցախը հայկական չի, եւ այլն, դա ինձ համար ես չգիտեմ, հնարավոր չի եթերով այս ամենը ներկայացնել, ինչ ես դու զգում։ Դե ոչ միայն ասում է, որ հայկական չի, այլ նաև մեղադրանք են հնչեցնում արցախահայերի հանդեպ, ասելով, որ փախել եք, նույնիսկ մեղադրելով, որ ողջ են մնացել, ատելության խոսք քարոզելով, այսինքն սա անվերջ է, շարունակական է։ Գիտեք, ես կարծում եմ, որ սա արցախցու դեմ չի ուղղված, գիտեք, սա հայի դեմ է ուղղված այս ամենը, առհասարակ հայի։ Որտեվ այդ արդեն այդ բաժանումը, ով ուզում է անի։ Ես երբեք չեմ ընդունել այդ բաժանումը։ Եթե արցախցին էլ ինձ մոտ ասի դուք հայաստանցի, ես արցախցուն էլ կասեմ, որ մենք նույնն ենք, մենք նույն էթնոսն ենք, մենք նույն ազգն ենք, չի կարող լինել այդպիսի բաժանում։ Եվ հայերի մոտ դա ցավալիորեն շատ կա, դա միայն Արցախը չի։ Սիրում են, չէ՞, դիլիջանցի, աշտարակցի, sense ինչ որ կոնֆլիկտային առումով, էլի, ոչ թե ինչ որ մշակութային առանձնահատկության, տեղանքի հետ կապված, բարբարների, մյուսի, այլ ինչ որ մենք մեր թաղը կամ այս թաղից սկսած, թաղամասից սկսած, այսինքն ինչ որ բաժանումներ, եւ դա քայքայիչ ազդեցություն ունի միշտ։ Դուք առանձնացրիք Շուշին, ես կուզենայի լսել ձեր Շուշի բանաստեղծությունը, մի փոքրիկ հատված մեզ համար ընթերցեք։ Սա գրել եմ 44-օրյայից հետո, երբ ես շուտ եմ եկել ավելի Արցախից, երևի հոկտեմբերի, չգիտեմ, 10-ի կողմերը, բայց առաջին օրվանից ընդեղ եմ եղել եւ այս ամբողջը ինքը նաեւ ստեղ շատ փաստագրական դրվագներ կան, որոնք իհարկե պոետական ձևով են ներկայացված։ Շուշի
վառված հողի հոտը քաշել եք, դժողքի հոտն է, համն է այրված մարմնի։ Իսկ հոգին սարից այն կողմ է, միշտ սարից այն կողմ, ասես կորսված հայրենիք, ասես Շուշի, որ քոնն է, բայց քո սարերով էլ բանտարկված։ Պայթած արկի համը քաշել եք, շնչել եք մետաղը մշուշի մեջ, ականջ դրել եք ձեր խլությանը, շուրջ բոլորդ լցնող գուլին, երբ բացի այդ գուլից էլ ոչինչ չկա, ու պատկերներն ու երազները տակընթարթում խառնվում են իրար, բայց մեկ է աչքդ տեսնել է ուզում, ամեն գնով տեսնել։ Մթնշաղին պայթող արկը տեսել եք, մահ ու թնդյուն է բերում, բայց սիրուն է։ Ասես շնչում են լուսատիտիկները պայթյունի, ասես պայթյունի կրակն ապրում է թնդյունից հետո, անտառի ֆոնին հրաշեք երկաթյա մայրամուտ, որ հիշողություն ու կամք է դառնում, թեկուզ առաջ խուճապ ու սրտխփոց է եղել։ Բայց հետո վերածնվում է նույն արկը խաղաղ գիշերվա մեջ, արդեն անխոցելի գիշերվա, ու դու անկողնուտ մեջ բռունցքդ ես սեղմում ու փակ կոպերով տեսնում այն սարերը վերակացու, որոնց թիկունքում քեզ Շուշին է սպասում։ Ինչ եք կարծում, մենք այլևս շրջել ենք Արցախի եւ հայոց պատմության էջը։ Շատ դիպուկ է, չէ՞ ասված, ով որ եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք վերջին էջը։ Հայոց շատ դիպուկ է, այո, մենք հիմա հենց այդ փուլում ենք։ Մեր պատմության վերջին էջը շրջվում է։ Արդեն միգուցե շրջվել է։ Եվ սարսափելի է, որ դիմադրություն չկա։ Որ մարդիկ էլի ինչ որ չափով գնում են, էլի այդ ընտրությունն անում են, սա էլի աբսուրդն է, էլի գալիս է աբսուրդը միանգամից, առաջի միտքը դա է, մտային քաոս, աբսուրդ։ Միգուցե սա մեզ այսպես ինչ-որ պատժելու ձև է, ես չգիտեմ։ Ասում եմ, ազգն էլ ունի անգիտակցական, եւ ինքն անգիտակցականի այս ամբողջ իմպուլսները, այս ազդակները կոնկրետ գործում են։ Եթե պատերազմը լիներ մարդ, ինչ կասեր Վահե Արսենը պատերազմին։ Պատերազմը լիներ մարդ, չէ, ես պատերազմի հետ չէի խոսի։ Որտեվ պատերազմը դա հակամարտկային բան է։ Պատերազմի մեջ ոչ մի մարդկային բան չկա։ Միգուցե դա տիեզերական անհրաժեշտություն է, միգուցե, բայց այն մարդը, որ ես եմ պատկերացնում, ինքը միշտ պատերազմից դուրս է։ Ինքը կյանքին նայող, տիեզերքին նայողն է։ Իսկ մենք Աստծուն պատերազմով կռվով չենք կարող մոտենալ, մենք Աստծուն սիրով պիտի մոտենանք, որտեղ միակ իրական ուժը, որը գործում է, դա սերն է։ Եվ սերը ինչի, երբ որ դու քո հաճույքն ես բավարարում։ Իսկ ինչ է սերը։ Սերը այն է, երբ որ դու տալիս ես քո հոգեկանից, քո հոգուց, քո ներսից ինչ որ բան տալիս ես մյուսին։ Պատրաստ ես տալ նրա բարօրության համար, ոչ թե քո։ Եթե դու տալիս ես ինչ որ բան, որ հաճույք ստանաս դրա փոխարեն, դա միշտ առևտուր է։ Չնայած շատերի մոտ սերը հենց այսպեսին է։ Ինքը իր հաճույքն է բավարարում, դա անունը դնում է սեր։ Թեկուզ եւ գեղագիտական հաճույք լինի, թեկուզ ֆիզիկական, թեկուզ հոգեվոր, այ դու ինչ ես տալիս, որ տիեզերքը լավ լինի, որ բնությունը լինի, որ դիմացի տեակը իրեն լիարժեք զգա, այս սերը ստեղ է։ Երբ որ դու այդ արանքից դուրս ես ինչ որ կետում, դու չկաս։ Երկնային արքայությունն է դա, երկնային արքայությունը ինչ է, քո մեջ է, չէ, քո ներսում է, քո մեջ, այդ քո եսը այդտեղ որտեղ է, քո անձնական շահդ որտեղ է, քո հաճույքի բավարարումը այդտեղ որտեղ է, եւ սերը որտեղ է, ինչ ես տալիս։ Ձեր գրական ոճը բավականին տարբերվում է, ինչպես գտաք ձեր ձեռագիրը։ Դե ձեռագիրը ինքն իրեն ձևավորվում է։ Ինքն իրեն է ձևավորվում, ես չգիտեմ էլ գտել եմ թե չէ։ Փնտրտուքներ չեն եղել։ Ոչ մի բան չգիտեմ, փնտրտուքը միշտ է, հիմա էլ է փնտրտուք։ Հենց այս պահին
հենց հիմա մենք զրուցում ենք, մենք փնտրտուքի մեջ ենք, չէ։ Եթե մենք գտած լինենք, հա, ինչ որ մի բան շատ ազդեցիկ ու հզոր, ինձ թվում է մենք ստեղ չենք զրուցի։ Ընդհանրապես ստեղ միկրոֆոնի առաջ չենք էլ նստի։ Մենք կտրվենք այդ դրան, նույնն էլ գրական հենց ոճն է, ձեռագիրն է, անվերջանալի շարժում է։ Կընթերցեք ձեր գործերից եւս մեկը։ Ընթերցեմ թերևս ամենանոր գործերից մեկը, որը վերնագիր չունի դեռ։ Կարող ենք վերնագրել։ Երբ մեռնելու, ես էլ կթողնեմ քեզ։ Շատ լավ։ Դեմ չես։ Իհարկե ոչ։ Երբ մեռնելու ժամանակ չունես, պատահական անկումի սերմի պես ծնվում է միակ ներկան, միակ ապրելու ժամանակը։ Ակնթարթի մի կետ, որի կլորի մեջ թռչունը հրվում է իր բնից, չմտածելով, որ էլ չի վերադառնա։ Ամառ, որ չունի մտահոգություն, ոչ սիրո, ոչ էլ բերքահավաքի, եւ աշուններ, որ իրար հաջորդելու խավար բառարանում չունեն խղճմտանքը դաժան ձմեռվա։ Այսպես է կառուցվում մտայնությունը բրգաձև եռանկյունում, անօթևանի մտապատկերում, երբ նա խփում է փողոցի ապահով անտունի մեջ իր լաթե վրանի փայտածողն առաջին։ Եվ հենց նույն անժամանակի կետում Ստեֆենսոնը երկաթյա մուրճագնդով մեխեց ոսկե գամը, տեսողության իր հողե տարածքում մտածելով, որ փոխում է երկրագնդի առանցքը, չտեսնելով, որ նույն ակնթարթում մոտակա ծառից հրվում է թռչունը հավերժի։ Դե վերնագրի։ Ապրելու բանաձևը։ Բանաձև։ Ինձ թվում է շատ համահունչ է։ Եթե Վահե Արսենի կյանքը լիներ գրական նախադասություն, որ գրքից կլիներ եւ ինչու։ Գրական նախադասություն կլներ Նարեկացուց։ Մայթամվող բերկության։ Ահա։ Որ տողը։ Բոլոր կողմերից պարտված ու լքված իսպար։ Իբրև ապիկար հաշմված մերժվեցի ու վռնդվեցի։ Այսպես կսկսեր։ Հոգեվիճակ է։ Թե իրականություն։ Դա հենց քո անձը մոռանալու, դա հենց նոր բան գտնելու, ճշմարտությունը գտնելու ճանապարհն է։ Դու պիտի գտնես, որ դու բոլոր կողմերից պարտված ես, եւ ոչ թե հաղթած, հաղթանակած, չգիտեմ, հզոր, հպարտ եւ այլն։ Այլ ճիշտ հակառակը։ Հոգեվոր զարգացումը հենց այդ կետին է քեզ տանում։ Նախնական վիճակի, երբ բացի լույսից ոչինչ չկա։ Բուդդիստները կասեն նախնական օմ, որին չի նախորդում ոչ մի հնչյուն։ Դա մեկնարկային օմն է։ Եվ Նարեկացին այդ բոլոր բանաձևերը այնպես է բացում։ Նարեկացին մտել է իր անգիտակցականի մեջ, հանդիպել է իր անգիտակցականին, որտեղից ճեղքումով ինքը գնում է դեպի լույսը։ Նարեկացին մեր մտքի գագաթնակետերից մեկն է, հոգևոր շարժումների բացառիկ երևույթ է Նարեկացին։ Եվ գնոստիցիզմին այնքան ինքը մոտ անենց լավ է յուրացրել գնոսիսը, դա զորագույն մշակույթը, իմացաբանական այդ շերտերը, որ բացվում են։ Դուք խոսում եք Նարեկացու մասին, այսպիսի մի հարց ծագեց. մեր ժամանակակից գրականությունը ճգնաժամ է ապրում, թե այնուամենայնիվ ծաղկունք է ապրել։ Հիմա ես այսօր կարդացի, դուք արդեն կարող եք եզրակացնել։ Մենք չգիտենք իրականում ծաղկունքը ապրում թե ինչ։ Մենք այս ժամանակի մեջ ենք, ժամանակը պիտի անցնի, մենք նայենք, տեսնենք։ Ժամանակի մեջ դժվար է ժամանակը գնահատելը։ Այսօր կարող է շատ անարժեք բաներ է ստեղծվում, բայց նաև արժեքավոր բաներ են ստեղծվում։
Սրանք իրար հետ զուգահեռ գնում են։ Եվ մենք ենք ի վերջո արժևորողը, ով է արժևորողը։ Մենք չենք, ամեն մեկը իր համար, մարդը։ Ինչ է ինքը այդտեղ տեսնում։ Եթե արժեք է տեսնում, արդեն կա։ Եթե չի տեսնում, ուրեմն չկա։ Չէ, մեզնից չի սկսվում ամեն բան։ Ճիշտ եք, մարդուց է սկսվում ամեն բան։ Յոգաչարայում հետաքրքիր այսպես հնարք կա։ Դու ես սենյակում, դե սենյակն է քո մեջ։ Որտեղ ես դու։ Քեզնից է գնում այս ամենը, չէ, քո մեջ է։ Ինչ որ կա մեր ներսում է։ Դրսում չի, ամբողջ խնդիրը սա է։ Գույնն էլ է, չէ, օրինակ բնության մեջ, որ մենք այդքան երանգ ենք տեսնում կանաչի։ Բնությունը ում այդպեսին չի։ Մեր աչքն է, չէ։ Մեր աչքի հետ կապված լույսի ուժգնությունից է այդ ամբողջը ոնց է անդրադառնում։ Մի ուրիշ կենդանու համար անգույն է լրիվ։ Մենք ավելին չգիտենք, քան մեր մեջից մենք տեսնում ենք։ Սենց նաև հեշտ է ապրելը։ Ձեզ հետ անverջ կարելի է խոսել գրականությունից եւ ոչ միայն, բայց այսօրվա վերջին հարցս, ինչ կասեր Վահե Արսենը ժամանակակից սերնդին։ Սերնդին կասեր Կոմիտասի խոսքը կասեր։ Սիրեք իրար, շատ սիրեք, որպեսզի ապրեք։ Շնորհակալ եմ այսքան անկեղծ եւ անմիջական զրույցի համար։ Ձեզ մաղթում եմ գրական ձեռքբերումներ, իսկ մենք դեռ կհանդիպենք։ Դե ինչ սիրելի հետևորդներ, եթերում Արդին էր, ես Աննա Մեկունցն եմ, իսկ իմ հյուրն այսօր Վահե Արսենն էր։ Կհանդիպենք։